Երկու ամիս արդեն ամսից ավելի է, բայց այսպես ինչ-որ պաշտոն տեղեկատվություն կա Միացյալ Նահանգներից գալիս են ուսումնասիրում են եւ այլն էս Թրամփի ուղին, բայց Պապոյանն էլ քիչ առաջ ըստ էության ասաց, որ դեռ որևէ շոշափելի բան չկա։ Երբ Նոբելյան մրցանակ չստացավ Թրամփը իր խաղաղարար քայլերի համար, հնարավոր է նրա հետաքրքրությունը եւ շատ փորձագետներ են ասում, որ նրա հետաքրքրությունը այս տարածաշրջանում մարելու է, որտեղ իր ամենագլխավոր խնդիրը հիմա Չինաստանը եւ այս վերջին որոշումը 100%-ով այսպես ավելացնել այդ բաները։ Որը ցնցեց ֆինանսական շուկան։ Այո, հնարավոր է, որ այս Նոբելյան մրցանակից էլ որ չստացավ, ամբողջությամբ այս ծրագրի վրա քար գցվի, թե դա գլոբալ առումով ոչինչ չի փոխելու։ Նախ առաջինը որ խոսում են TP կամ Թրամփի ուղու մասին, այդ մենակ այդ 42 կիլոմետրին է վերաբերում։ Մեզ պետք է հետաքրքրի, ոչ թե այդ 42 կիլոմետրը, այլ մասնավորապես երաս-խսադարակ հատվածը։ Երաս-խսադարակ հատված երկաթգիծ այսօր չկա։ Հասկանում եք, վերցրեք քարտեզը։ Պապոյան ասում է մի կիլոմետր դեպք սարքենք։ Բայց ի՞նչ է սա։ Ասում է ի՞նչ մի խնդիր։ Իսկ այսքան այդ սար երասքից մինչև սահման, հա, բասարմասը։ Երբ կլինի, եթե դա լիներ, դա պետք է լիներ այդ թղթի մեջ։ Այո։ Ես Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հարցում եմ ուղարկել։ Ինչ փուլում է գտնվում իր հունվարի 8-ին հնչեցած առաջարկը, չգիտեմ երբ են ներկայացրել, թե մենք կոնկրետ ծրագիր ենք ներկայացրել, ուրեմն Երաս, Սադարակ, հետո ներքև Նախիջևան, Օրդուբադ, Մեղրի եւ Հորադիզ այդ ճանապարհի կառուցումը։ Հույս ունեմ պատասխան կստանան։ Այսինքն եթե դա չկա, ինչի մասին ենք խոսում։ Դա մեզ ինչ է տալու, թեկուզ աշխարհի ամենալավ ճանապարհը անցնի Հայաստանի տարածքով, եթե դա չկա, կլինի կխոսենք։ Մյուս այս իշխանությունները խոսում էին ամբողջական ապաշրջափակման մասին։ Ամբողջական ապաշրջափակումը ներառում է նաև Իջևան-Ղազախ ճանապարհը, որովհետև օրինակ Թբիլիսի ճանապարհը Ղազախով շատ ավելի կարճ է եւ դեպի հյուսիս ճանապարհը շատ ավելի կարճ է։ Քանի դա չկա, մենք ունենք մի բան Ադրբեջանի կողմից պարտադրված է եղել։ Կառավարությունը 22 թվականին առաջարկել էր 3 սահմանային անցման կետ բացել։ Սոտքում, Քարաունջում եւ Երասխում։ Ուր այդ կառավարությունը չշրջանառեցնել այդ որոշումը, որովհետեւ ամբողջը ինչ է կառավարությունն անում է ադրբեջանական պարտադրանքի արդյունքում։ Ձեր հարցինի պատասխան դժվարանում եմ ասել, վստահեցնում եմ, որ այսօր Միացյալ Նահանգները շատ ավելի կարևոր առաջնահերթություններ ունի, առաջնահերթություններ ունի, մասնավորապես Չինաստանը եւ Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը բարբերաբար իրեն Ռոբերտ Քոչյանը դեմ չի, որ այս ճանապարհը լինի, Սյունիքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահսկի Հայաստանի Հանրապետությունը, բայց ավելի երկար Հայաստանի Հանրապետությունը միշտ հանդես է եկել բոլոր ճանապարհների ապաշրջափակման։ Դա իր մեջ ներառում է նաև այդ հատվածը։ Եվ բնականաբար, եթե երկար լինի, այդքան այդ տնտեսական ազդեցությունը, ներքին սպառման ազդեցությունը ավելի մեծ կարող կլինի, ակնհայտ է, բայց ես էլի եմ Պարոն Խաչատրյան, դա որակվեց, երբ որ այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ընդդիմության կողմից, որ սա նշանակում է մեր տարածքը տալ, միջանցք տալ, հիմա դուրս է գալիս Ռոբերտ Քոչյանը ասում է, ոչ, խոսքը ուրիշ բան է, քո վերահսկողությունը։ Տեսեք, որ ասում է դե 1 կիլոմետր բանա կանենք, այնտեղ հստակ գրած է, Հայաստանը տրամադրում է անխոչնդոտ անցում, որն այդ անխոչնդոտ անցումը վստահաբար դուք տեսել եք հարցու պատասխանը կառավարության հետ, պատասխան չտրվեց։ Ավելին ասվեց, բերվեց օրինակ, որը սխալ է։ Այսօր որ գնանք Դուբայ, մեզ կհանդիպի որպես կանոն բարեհամբույր սահմանապահ, ոչ թե ռոբոտ, որ ինքն ասում է դե մարդկանց հետ չի լինելու շփում։ Անխոչնդոտ անցում ՀԱՏՄ անդամ երկրների միջև, որը բացվում է Լարսում խնդիր ունենք, որը փակվում է Լարսում խնդիր ունենք։ Այսինքն այդ հարցին չպատասխանեց, փորձեց կեղծ տեղեկություններով դա կոչի։ Մյուսը, որն է Հայաստանի փոխադարձ առավելությունը։ Որն է Հայաստանը կստանար փոխադարձ առավելություն, այգ, եթե բացվեր Սադարակ Երաս հատվածը, ստանով մենք Սյունիքի մարզը կկապեինք Արարատի մարզի հետ։ Դա չունենք։ Բեն, եթե բացվեր Գյումրի Կարս երկաթուղին, դա մենք չունենք։ Ավելին ասեմ, թուրքական պետությունների կազմակերպությունը վերջերս երբ Գաբալան իրենց համաժողովի ժամանակ իրան կարևորեցին Զանգեզուրի միջանցքը, փաստորեն Փաշինյանի խնդրանքը Ալիևը չի հարգել եւ մնացած երկրներն էլ չեն հարգել
եւ խոսքը գնացել է Բաքու-Թբիլիսի Կարսի մասին։ Կարս Գյումրի ճանապարհի մասին խոսք չկա։ Մյուս խնդիրը ելի եմ ասում, Իջևանից դեպի Ղազախ ճանապարհը, դա քեզ ավելի կարճ կհասցնի մինչև կարճ ճանապարհով կհասցնի Թբիլիսի, դա քեզ ավելի կարճ ճանապարհով կհասցնի դեպի Արևելք, դեպի Կասպից ծով։ Եթե դա չկա, մենք չունենք որևէ ապաշրջափակման հույս, այսինքն մենք ունենք Ադրբեջանի կողմից պարտադրանք եւ տալիս ենք միջանցք իդեմս անխոչնդոտ անցման։